Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, այսօր նորից միասին ենք իմ խոհանոցում, այսօր պատրաստելու ենք մի շատ համեղ, բոլորին քաջ ծանոթ, թխվածքաբլեթ ընկույզ։ Բոլորն էլ շատ սիրում են, բայց մարդիկ կան, որ չունեն ընկույզ պատրաստելու ձևամանը, այդ պատճառով չեն պատրաստում, բայց շատ են սիրում և հաճախակի գնում են խանութներից։ Հիմա ես բերել եմ մի այնպիսի բաղադրատոմս, որ մեզ հարկավոր չէ այդ ձևամանը, ուղղակի պիտի մենք ինքներս ձեռքով ընկույզի ձև տանք։ Այսպես, ուրեմն սկսելու համար մեզ հարկավոր է բաղադրիչները ներկայացնել, հարկավոր է ալյուր, վանիլին, ընկույզը շատ մանր աղացած, գրեթե ալյուրանման աղացած ընկույզ է մեզ պետք, կարող եք բլենդերով մանր կամ հատուկ աղացներ կան, որոնք աղում են աղակ 100 գրամ ընկույզը, 100 գրամ մեզ կարակ է հարկավոր և շաքարի փոշի է մեզ հարկավոր, ձու, վանիլին և փխրեցուցիչ։ Մի պտղունց էլ վանիլինի իհարկե նշեցի, մի պտղունց աղ է մեզ հարկավոր։ Այսպես սիրելիներս, ուրեմն ամենասկզբից արդեն սենյակային ջերմաստիճանի շատ թույլ կարագը շատ լավ խառնելու ենք շաքարի փոշու հետ։ Շատ հաճելի կլինի, որ ամեն ինչը բացի կարագից մնացածն է լինի սենյակային ջերմաստիճանի։ Հիմա այսպես շատ լավ խառնում ենք։ Այստեղ հարիչ հարկավոր չէ, էլեկտրական նկատի ունեմ։ Այնքան ենք այսպես խառնելու, մինչև ստանանք կրեմանման զանգված, տեսեք, այսպիսի։ Ամբողջովին խառնված է։ Հիմա ավելացնում ենք 1 ձու, խառնում ենք նորից, ավելացնում ենք աղը, վանիլինը, նորից շատ լավ խառնելու ենք, քանի որ վանիլինը ինձ մոտ շաքարային է, անպայման պիտի խառնվի, որպեսզի այդ շաքարային մասը հալվի, գնդիկներ չմնան։ Ավելացնում ենք շատ մանր աղացած ընկույզը, նորից եմ կրկնում, որպեսզի անպայման շատ լավ մանր ալյուրանման ընկույզ ունենանք։ Բարեկամներ, հիմա քանի որ ընկույզը արդեն խառնել ենք, այսպիսի հարիչով պիտի հիմա խառնենք, որպեսզի ընկույզը ներվի արդեն մեր մյուս բաղադրիչների հետ։ Նորից ստանալու ենք շատ հարթ, լուծված, կրեմի նման զանգված։ Տեսեք, այսպիսի զանգված ենք ստացել։ Հիմա ավելացնում ենք արդեն ալյուրը և փխրեցուցիչը։ 5 գրամ մեզ փխրեցուցիչ է հարկավոր։
250 գրամ ալյուր։ Անպայման բաղադրատոմսը կգրեմ։ Բարեկամներ, կան մարդիկ, որոնք ինձ հարցնում են, ինչու բաղադրատոմս չկա, իմ բոլոր տեսանյութերի բաղադրատոմսերը գրված են, այնպես որ խնդրում եմ միայն ասում եմ, որ այնտեղ պիտի սեղմել միայն եսչո բառը եւ բացում է արդեն բաղադրատոմսերի բաժինը։ Բարեկամներ, ալյուրը լցնելուց հետո նորից շատ լավ խառնելու ենք։ Հիմա ես մի փոքր նորից ալյուր եմ վերցրել, որպեսզի մի փոքր էլ գորգի վրա հունցե։ Ստանում ենք շատ փափուկ խմոր։ Ամբողջովին հավաքում ենք ալյուրը։ Բաժանում ենք արդեն երկու մասի, ձեռքերին չկպչող խմոր ենք ստացել, բայց շատ փափուկ։ Հիմա այսպես երկարացնում ենք հավասարեցնելու, որպեսզի բաժանենք արդեն գնդիկների։ Մեր գնդիկները լինելու են ուղիղ ընկույզի չափ։ Վերացում են գնդիկների։ Բարեկամներ, արդեն գնդիկները արել եմ ես, ավարտել եմ, հիմա տեսեք մի փոքր այսպես ընկույզի տեսք ենք տալու, մի փոքր, տեսեք, այսպես։ Եվ մեջտեղից կիսում ենք, այսպես։ Եվ տեսեք, փայտիկով այսպես գծիկներ ենք անում, կարծես ընկույզի վրա գծիկներ կա, չէ, այդպիսի գծիկներ ենք անում, այսպես, և արդեն դնում ենք թխվելու։
տապակի մեջ։ Նորից ձեռքով այսպես մի փոքր ուղղում ենք ու նորից գծիկներ ենք անում, տեսեք այսպես։ Նորից մի փոքր ընկույզի ձև ենք տալիս և կտրում ենք մեջտեղից։ Նորից գծիկներ ենք անում։ Ինձ թվում է արդեն պարզ է, չէ՞։ Աշխատեք հավասար կիսել, սիրելի բարեկամներ, որպեսզի երկու մասն էլ հավասար լինի։ Բարեկամներ, արդեն ավարտեցի, շատ արագ է լինում իրականում, ուղղակի ցուցադրելու համար ես դանդաղ էի անում, շատ արագ ստացվում է, տեսեք, այսպիսի շերտեր ենք ստացել, հիմա թխելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով սիրելիներս շատ ուշադիր եղեք, շատ արագ է թխվում ու ընդամենը 10 րոպե է տևում թխվելը, դեռ շատ չկարմրած արդեն հանում ենք, որովհետև ինքը մուգ գույն է ստանալու, քանի որ ընկույզ կա մեջը խմորի։ Այսպիսի գեղեցիկ ընկույզ թխվածքաբլիթներ ենք ստացել, հիմա անցնում ենք արդեն կրեմի, սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, արդեն թխվել են մեր թխվածքաբլիթները, դուք մոտիկից տեսաք, տեսնում եք, այսպիսի թխվածքաբլիթներ ենք ստացել։ Հիմա կարող ենք միջուկը, այսինքն կրեմը անել խտացրած կաթով, եփված խտացրած կաթով, ուրեմն ես այսօր շոկոլադով կանեմ միջուկը, կրեմը այսինքն, ու 100 գրամ շոկոլադի վրա ավելացրել եմ 50 գրամ սերուցք և տաքացրել եմ միկրոալիքային վառարանում, ստանում ենք այսպիսի, կարելի է նութելայով էլ անել, նութելայով էլ են անում հիմնականում, ես այսօր այս շոկոլադով կանեմ սերուցքի հետ միասին, հիմա արդեն հալվել է, տեսեք, այսպես փայլում, բավականի խիտ շոկոլադ ենք ստացել։ Բարեկամներ, արդեն սառել են մեր թխվածքաբլիթները, դեռ կիսատ։ Հիմա ես շոկոլադը լցրել եմ տոպրակի մեջ, ինչպես արդեն ասեցի, ու
տոպրակով եմ լցնելու, որպեսզի ավելի լավ լինի։ Դուք էլ տոպրակով արեք, լավ է լինում այսպես։ Հիմա տեսեք, որ թխվածքաբլիթը, որ ես շուռ եմ տվել, այդ շուռ տվածի վրա ենք շոկոլադը անում։ Տեսեք այսպես, շատ չենք անելու, մի քիչ, և այսպես սեղմում ենք, որ սեղմում ենք, տարածվում է, տեսեք, այսպես, և տեղավորում ենք արդեն ամանի մեջ, նորից ենք անում, հաճելի կլինի, որ մի փոքր շոկոլադը երևա ու սեղմում ենք։ Բարեկամներ, այսպիսի գեղեցիկ ընկույզ թխվածքաբլիթներ ստացանք, մոտիկ է ցույց տամ, հիմա մոտիկից նորից կնկարեմ, տեսեք, և իհարկե շատ համեղ է, սիրելի բարեկամներ, ավարտեցինք ու այսպիսի գեղեցկություն ստացանք։ Մոտիկից հիմա անպայման կնկարեմ, մի հատ առանց շաքարի փոշի և հետո արդեն շաքարի փոշին ցանած։ Սիրելիներս, շատ համեղ է ստացվում և շատ արագ, ուղղակի մեկ թերություն ունի այս թխվածքաբլիթը, շատ արագ է վերջանում։ Խնդրում եմ, եթե ուզում եք, որ շուտ չվերջանա, 2 չափաբաժին արեք, որովհետև իրականում շատ արագ է վերջանում։ Այսպես սիրելիներս, այսօր էլ այս գեղեցիկ խմորեղենը պատրաստեցինք, որը շատ համեղ է և շատ արագ է պատրաստվում, շատ բաղադրիչներ չի պահանջում։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիցդ, ինչպես միշտ, ինչպես բոլոր տեսանյութերում, շնորհակալ եմ շատ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, խնդրում եմ փորձեք, պատրաստեք, որովհետև իրականում շատ համեղ է լինում և շատ փխրուն, բերանում հալչող խմորեղեն ենք ստացել, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։